ունեցող կամիկաձե անօգտվելու սարքերում։ Աշակերտներն են Ջավայցյան Էդգար, Մարտիրոսյան Անահիտ, Գևորգյան Մարի, ուսուցչուհի Վիոլետա Դարյան։ Արհեստական բանականությունը ԱԲ ժամանակակից տեխնոլոգիաների կարևորագույն ճյուղերից է, որը կիրառվում է տարբեր ոլորտներում, բժշկությունից մինչև տրանսպորտ և պաշտպանություն։ ԱԲ-ի շնորհիվ հնարավոր է կատարել ավելի ճշգրիտ և արագ գործողություններ։ Աշխատանքի նպատակը ուսումնասիրել արհեստական բանականության կիրառումը հարվածային ինքնաթիռներում, բացահայտել դրա հիմնական հնարավորությունները, հասկանալ թե ինչ դեր ունի այն ապագա տեխնոլոգիաներում։ Թույլ է տալիս սարքերին մտածել, սովորել և որոշումներ կայացնել նման մարդու մտածողությանը։ Զարգացման պատմություն։ ԱԲ-ի գաղափարը առաջացել է դեռ 20-րդ դարում։ Սկզբում այն շատ պարզ էր, բայց համակարգիչների զարգացման հետ միասին ԱԲ-ի ամենակարևոր մեթոդներն են մեքենայական ուսուցում։ Մեքենայական ուսուցումը մեթոդ է, որի միջոցով համակարգիչը սովորում է տվյալներից առանց կոնկրետ ծրագրավորման։ Այս կատարում է կանխատեսումներ։ Օրինակ, YouTube-ը առաջարկում է տեսանյութեր, Instagram-ը ցույց է տալիս հետաքրքիր էջեր, հիմնարդես տարբերում է սպամ նամակները։ Լինում է մի քանի տեսակ՝ վերահսկող ուսուցում, չվերահսկող ուսուցում և ամրատվող ուսուցում։ Նեյրոնային ցանցեր։ Նեյրոնային ցանցերը մոդելներ են, որոնք ստեղծված են մարդու ուղեղի նմանությամբ։ Դրանք բաղկացած են նեյրոններից, որոնք միասին մշակում են ինֆորմացիա։ Օրինակ, ձայնի ճանաչում, դեմքի ճանաչում և թարգմանություն։ Նեյրոնային ցանցերը կարող են սովորել բարդմանել, օրինակ պատկերներ կամ լեզու։ Համակարգչային տեսողություն։ Այս մեթոդը թույլ է տալիս համակարգչին տեսնել և հասկանալ պատկերներ կամ տեսանյութեր։ Այսինքն համակարգիչը կարող է ճանաչել ինչ կա ներսում։ Օրինակ, Face ID-ն ավտոմեքենաների ավտոմատ վարում, բժշկության մեջ հիվանդությունների հայտնաբերում նկարներից։ Որոշումների ընդունման ալգորիթմները։ Այս ալգորիթմները օգնում են համակարգչին ընտրել ամենալավ տարբերակը տարբեր իրավիճակներում, այսինքն համակարգիչը վերլուծում է տարբեր տարբերակներ և դրանցից խնդրում է լավագույնը։ ԱԲ-ն վերլուծում է տվյալներ և ինքնուրույն ղեկավարում է թռիչքը։ Օրինակ, դրոնները, որոնք ինքնուրույն փչում են օդանավների ավտոպիլոտ համակարգը, օգուտներից են նվազեցնում է մարդկային սխալները և բարձրացնում է անվտանգությունը։ Նավիգացիա և ուղու պլանավորում։ ԱԲ-ն օգնում է ընտրել ամենաարդյունավետ և ամենահավատակ թռիչքներին ուղին։ Համակարգը հաշվի է առնում եղանակը, վառելիքի ծախսը և օդային լրացություն։ Արհեստական բանականությունը ավիացիան օգնում է ավտոմատացնել թռիչքները, ընտրել առողջություններ, ապահովել անվտանգությունը, նվազեցնել ռիսկերը։ Այս տեխնոլոգիան արդեն օգտագործվում է և ապագայում ավելի մեծ դեր կունենա համակարգային կամ ծովային թիրախների ոչնչացման համար։ Այն օգտագործվում է մարտական գործողությունների ընթացքում հակառակորդի տեխնիկան, զորքերը կամ ռազմավարական օբյեկտները վնասելու նպատակով տարբերել կարևոր և ոչ կարևոր օբյեկտները բարձրացնելու գործողությունների ճշգրտությամբ։ Թռիչքի ավտոմատ կառավարումը ԱԲ-ն օգնում է ինքնաթիռի պահպանել ճիշտ ուղղություն և արագություն, նույնիսկ 4 էլերոն, այսինքն երկուսը աշխատում են ուղղությունների վրա, երկուսը աշխատում են արագությունների վրա, կարող է տեղափոխել բեռ մինչև 300-ից 600 գրամ, բարձրությունը մոտավորապես 200-ից 300 մետր։ Արագությունը հստակ չկա, բայց մոտավորապես 200 կմ/h։ 300-ից 600 գրամ բարձրացում։ Այսինքն նաև թաղում է։ Կարող է Նայեք, ինքնաոչնչացվող ինչի համար, այսինքն եթե ինքնաթիռը հայտնաբերվեց, դատчикների շնորհիվ իմանալով, որ ինքը հայտնաբերված է, ինքը իրան ոչնչացնել։ Դրա աշխատանքն է ապահովել անվտանգությունը։ Որը մեծ դեր ունի ավիացիայի և անօգտվող սարքերի զարգացման մեջ։ Այն օգնում է ամրագրել լուծել տվյալները, կատարել ճիշտ որոշումներ, ապահովել թռիչքի անվտանգությունը և նվազեցնել մարդկային սխալներ։ Կարևոր հարցեր։ Այդ պատճառով անհրաժեշտ է, որպեսզի այս տեխնոլոգիաները կիրառվեն պատասխանատվությամբ և մարդու վերահսկողությամբ։ Ապագայում արհեստական բանականությունը ավելի մեծ նշանակություն կունենա ավիացիայի և տեխնոլոգիաների միջև։ Իմ կարծիքով դպրոցում ամենագիտակցական, որովհետև տեսեք նույնիսկ ես մաթեմատիկայի հետաքրքրություն դրեցի իր մեջ, հետո դա մաթեմատիկայի կիրառական մասն է։ Տեսեք բավականին հետաքրքիր է, ինքնաթիռեր տեսնում, այս դրոնը, սրանք բոլորը, չէ՞, ձեր աշխատանքի արդյունքն է և ձեր գիտելիքների արդյունքն է։ Եվ դրանով իսկ, տեսեք, դուք արժևորում եք և ձեզ երկրորդությունը, սա է ձեր պատրաստի արտադրանքը, ինչի գիտելիք ունեցել եք, ինչի համար ծախսել եք ձեր ժամանակը, ծախսում եք ձեր ժամանակը, տեսեք պրակտիկ օրինակներ են սրանք։ Ահա ինչու է պետք սովորել, ինչու է պետք ուրեմն հայաստանական գիտելիքներով, որ նման ուրեմն կարողանա ինքնաթիռ, դրոն սարքեք, հասարակությանը պետք լինեք, պետությանը պետք լինեք, որովհետև այո, դրանք համար առաջին անհրաժեշտ բաներ են պետության համար։ Չէ՞ ռազմական տեխնիկան, հաճելի նշան, որ երեխաները սիրում են ՀԿՀԿ, չէ՞։